Լոս Անջելեսում սկանդալային դեպք է գրանցվել, երբ ICE գործակալները բերման են ենթարկել Ամերիկայի քաղաքացու առանց հստակ բացատրության։ Դեպքը տեղի է ունեցել Walmart խանութում, որտեղ աշխատակիցը փորձել է պաշտպանել մեկ այլ մարդու, հարցնելով գործակալներից, թե արդյոք ունեն դատական հրաման։ Պատասխան չստանալով ICE-ը նրան գցել է գետնին, կապել է եւ տարել անհայտողությամբ։ Դեպքն ամբողջությամբ նկարահանվել է ականատեսների կողմից եւ տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Տեղում հավաքված մարդիկ պահանջել են բացատրություն, սակայն տղամարդու ճշգրիտ գտնվելու վայրը մինչեւ հիմա չի հրապարակվել։ Նրան կարող են մեղադրել դաշնային աշխատակցի վրա հարձակման մեջ, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել ICE գործակալների դեմ։ Անցնենք հաղորդման մյուս թեմաներին, նշեմ, որ այսօր ձեզ տանելու եմ Ամերիկայի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկը՝ Նյու Ջերսի։ Այն քարտեզի վրա շատ փոքրիկ է, բայց առանձնանում է իր պատմությամբ, մշակույթով եւ իրադարձություններով։ Ուսանողական վիզա ստանալու համար ԱՄՆ-ն այժմ պահանջում է լիարժեք մուտք ձեր սոցիալական ցանցերին։ Ամերիկացիների ընդհանուր պարտքը հասել է 18.2 տրիլիոնի, որոշ նահանգներում գրեթե ամեն 5-րդ մարդը չի վճարում գումարը։ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարձակման պլանը, բայց սպասում է տեսնելու, թե Թեհրանը ինչ քայլեր կանի։ ԱՄՆ Սենատը դադարեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով։ Սոցիալական ապահովության ֆոնդը կսպառվի 2033-ին։ Կոնգրեսը պետք է շտապի, թե չէ կենսաթոշակները կկրճատվեն։ Nike եւ Քիմ Քարդաշյանի համատեղ սպորտային հագուստի պրեմիերան հետաձգվում է արտադրական խնդիրների պատճառով։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Ալադավթյանն եմ եւ մեր թիմի հետ ձեզ համար պատրաստել ենք ամերիկյան ամենաթարմ եւ երբեմն անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության գործակալությունում իրավիճակը չափազանց լարված է։ Թրամփը հրամայել է ամեն օր ձերբակալել 3000 միգրանտի։ Գործակալները նշում են, որ ստիպված են պարզապես հավաքել մարդկանց փողոցներից, չկարողանալով հասնել ցուցանիշներին։ Բացի այդ, ICE-ն արդեն գերազանցել է իր տարեկան բյուջեն $1 միլիարդ։ Գործակալները պնդում են, որ չեն հասցնում կենտրոնանալ բարձր ռիսկային հանցագործների վրա, քանի որ այդ գործերին անհրաժեշտ է ժամանակ եւ հետաքննություն, ինչը ներկա սեղմ ժամանակահատվածի պայմաններում պարզապես անհնար է։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ վերականգնվում է ԱՄՆ-ի ուսանողական վիզաների տրամադրումը, բայց մեկ փոփոխությամբ այժմ պետք է դիմորդները ներկայացնեն իրենց սոցիալական հաշիվները, իսկ մասնագետներն ունենան ամբողջական վերահսկողություն այդ հաշիվներին։ Հյուպատոսական ծառայության աշխատակիցները կվերլուծեն այդ բովանդակությունը, պարզելու առկա են արդյոք ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական կամ ռիսկային արտահայտություններ, թե ոչ։ Մերժումը հասանելիություն տրամադրելու կարող է դիտվել որպես կասկածելի վարք եւ հանգեցնել վիզայի մերժման։ Այս կանոնը մտցվել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մայիսին ժամանակավորապես դադարեցրել էր ուսանողական հարցազրույցները ստուգումները խստացնելու նպատակով։ Փենսիլվանիայում ջրհեղեղ է եղել, որն էլ անակնկալի է բերել անտառային ճամբարում գտնվող աղջիկներին, նրանք պատսպարվել էին եղանակային վատ պայմանների պատճառով մի տարածքում, որտեղ էլ որ հորդառատ անձրևներն են լցվել։ Ջրի մակարդակը արագ բարձրացել է ու երեխաները հայտնվել են փակ տարածքում եւ չեն ունեցել փախչելու հնարավորություն։ Խուճապ է սկսվել, բարեբախտաբար փրկարարները նկատել են եւ արագ արձագանքել են։ Ուժել են նաեւ մի շարք ենթակառուցվածքներ, մի քանի շրջաններում փակվել են ճանապարհներ, վնասվել են գետերի մոտակա շինությունները, իսկ որոշ տարածքներում կարճ ժամանակով դադարել է էլեկտրամատակարարումը։ Վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ամերիկյան ընտանիքների պարտքերը հասել են 18.2 տրիլիոն դոլարի, որից 70%-ը միայն հիփոթեկային վարկերն են։ Մարդիկ չեն կարողանում վճարել իրենց գումարները եւ բախվում են բարձր տոկոսների կամ վատ վարկային պատմության։ Ամենաբարձր ուշացումների մակարդակն ունի Միսիսիպին 14.3%։ Փորձագետները նշում են, որ այս նահանգները նաև ֆինանսական գրագիտության ամենացածր ցուցանիշներն ունեն, ինչը խորացնում է պարտքերի ճգնաժամը։ Բնակիչները բախվում են նաև ֆինանսական ծառայությունների սահմանափակ հասանելիությանը, այսպես կոչված բանկային անապատներին, ինչպես նաև կրթական խնդիրներին։ ԱՄՆ-ի վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը շատ ավելի բարձր են։
Smart System մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների ու Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումները եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններ բաժնում դրված հարցաթերթիկը եւ մասնագետը կկապվի ձեզ հետ։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփը պատրաստել է արդեն Իրանի վրա հարձակման պլանը, պարզապես սպասում է Թեհրանի պատասխանին միջուկային զենքի ծրագրի հետ կապված։ ԱՄՆ-ն զգալիորեն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, թեև Պենտագոնն ասում է, որ սա միայն պաշտպանական քայլ է, բայց այն փաստացի կարող է գործի դրվել, ինչպես Իսրայելի հետ միավորված հարձակման, այնպես էլ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, ստիպելու նրան զիջումների գնալ։ Վաշինգտոնի մոտ գտնվող ավիաբազայում վայրեջք է կատարել մի ինքնաթիռ, որն անվանում են այսպես ասած դատաստանի օրվա ինքնաթիռ, դա պատրաստված է հատուկ ԱՄՆ-ի ղեկավարության համար, որպեսզի պատերազմական պայմաններում կամ հատուկ իրավիճակներում ղեկավարությունը կարողանան այդտեղ շարունակել իրենց աշխատանքը։ Վերջին անգամ այս կարգի միջոցառումները իրականացվել էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումներից հետո։ Այս պահին պաշտոնական աղբյուրներ չեն հաղորդում օդանավի ակտիվացման պատճառների մասին, սակայն փորձագետները նշում են, որ նման քայլերը սովորաբար իրականացվում են սպառնալիքների աճի կամ հատուկ պատրաստվածության ֆոնին։ Բոինգը կահավորված է գերհզոր հաղորդակցական համակարգերով եւ կարող է օդում մնալ շարունակաբար մի քանի օր, ապահովելով բարձրագույն պաշտոնյաների կապը երկրի ռազմական ու քաղաքացիական կառույցների հետ։ Իսրայելական օրաթերթի տվյալներով արդեն Իրանը պատրաստակամություն է հայտնել խաղաղության բանակցությունների եւ այդ առիթով դիմել է արդեն Քաթարին եւ Օմանին, որպեսզի միջնորդ լինեն այդ հարցում։ Ըստ պարբերականի աղբյուրների Թեհրանը Կատարի միջոցով Վաշինգտոնին փոխանցել է ուղերձ համաձայնության հասնելու նպատակով։ Կատարն ու Օմանը, որոնք տարածաշրջանում վաղուց հայտնի են որպես չեզոք միջնորդներ, այս փուլում կարող են կարևոր դեր խաղալ դիվանագիտական եւ երկխոսության ձևավորման գործում։ Սակայն դեռ պարզ չէ, արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի արձագանքել Թեհրանի այս նախաձեռնությանը, թե ոչ։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում հրադադար Իրանի հետ, այլ ցանկանում են ամբողջությամբ հաղթանակ եւ ասում են, որ միայն այդ ձևով կարող են Թեհրանին ստիպել միջուկային զենքի հետ կապված գործարքի համար։ Թրամփը կրկին պնդել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զինանոց ունենալ, քանի որ վստահ է Թեհրանը այն անպայման կկիրառի։ Ես արդեն 20 տարի, գուցե ավելին ասում եմ, Իրանն իրավունք չունի ունենալ միջուկային զենք, նրանք այն կկիրառեն, ես վստահ եմ։ Միևնույն ժամանակ Թրամփը չի բացառել բանակցությունների հնարավորությունը, նշելով, որ հիմա դա ավելի դժվար է, քան նախկինում, բայց դռները դեռ փակ չեն։ Նրա խոսքով իրավիճակը պահանջում է խիստ հսկողություն, բայց հնարավոր է դեռ գտնվի իրական լուծում։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ լրագրողը Դոնալդ Թրամփին հարց է տվել, ասելով, որ դեռ մարտին ազգային հետախուզության տնօրենը հայտարարել էր, որ Իրանը չի մոտենում միջուկային զենքի ստեղծմանը, բայց լրագրողը չի հասցրել հարցն ավարտել, Թրամփը արդեն պատասխանել է։ Ինձ հետաքրքիր չէ, թե նա ինչ է ասել։ Իրանն արդեն մոտ է միջուկային զենք ունենալուն, կտրուկ արձագանքեց նախագահը։ Իսկ ամերիկյան հետախուզական կառույցների վերջին հաշվետվությունները նշում են, որ Թեհրանն առնվազն 3 տարի հեռու է ռումբ ստեղծելուց։ ԱՄՆ Սենատում դադարեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի քննարկումը, դրա հիմնական պատճառը Իրանի եւ Իսրայելի միջև սրվող հարաբերություններն են։ Սենատորների առաջարկով նախատեսվում է մինչև 500% մաքսային տուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ եւ գազ։ Սակայն Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է թույլատրել Սպիտակ տան ուշադրությունը Ուկրաինայի ուղղությամբ։ Չնայած սանկցիաների կողմնակիցները հույս ունեն, որ նախաձեռնությունը կուժեղացնի Թրամփի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում, քննարկումները կշարունակվեն ոչ շուտ, քան հուլիսին։ Սպիտակ տան պատշգամբում Թրամփը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահը ցանկացել է միջնորդել Իրանի եւ Իսրայելի հետ կապված հակամարտությունների հարցում, ինչին Թրամփը շատ կոշտ է պատասխանել։ Միջնորդ եղիր քեզ համար, արի նախ Ռուսաստանի հարցը լուծենք, հետո արդեն կարող ես զբաղվել միջնորդությամբ, հայտարարել է Թրամփը, ակնարկելով Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Նրա այս խոսքերը մեկնաբանվում են որպես ուղիղ մերժում Պուտինին միջնորդ դառնալու հավակնություններին։ Թրամփը հստակ հասկացել է, որ Պուտինը պետք է նախ կարգավորի իր երկրի ներսում եւ հարևանությամբ ստեղծված ճգնաժամերը։ ԱՄՆ-ի սոցիալական ապահովության համակարգը կանգնած է լուրջ խնդիրների առջև եւ եթե չփոխվի քաղաքականությունը այս հարցում, մինչեւ 2033 թվական կսպառվի ամբողջ կենսաթոշակային ֆոնդը։
Սա նշանակում է, որ եթե կոնգրեսը շտապ քայլեր չձեռնարկի, համակարգը կկարողանա վճարել նախատեսված կենսաթոշակներից միայն 77%-ը։ Այս կտրուկ վատթարացումը հիմնականում պայմանավորված է այս տարվա սկզբին ընդունված նոր օրենքով, որը տարածում է սոցիալական վճարները նաև երկաթուղային աշխատողների եւ պետական կենսաթոշակառուների վրա։ Բացի այդ, ֆոնդի վերանայված կանխատեսումներում ներառվել է ԱՄՆ-ում ծնելիության ցուցանիշի անկումը եւ աշխատավարձերի հավելվածության փոփոխությունը ՀՆԱ-ի հետ։ Եթե կոնգրեսը որոշի միավորել կենսաթոշակային եւ հաշմանդամության ֆոնդերը, ապա դա կարող է մի տարով հետաձգել համակարգի սպառումը, թույլ տալով վճարել 81%-ը, մինչև 2034 թվականը։ Հաղորդման այս հատվածում այսօր ձեզ տանելու եմ Նյու Ջերսի նահանգ։ Այստեղ քաղաքները խիտ են եւ մշակույթը տարբեր։ Գուցե քարտեզի վրա այն մի փոքր տեղ է զբաղեցնում, բայց ամերիկյան կյանքում այն ուղիղ կենտրոնում է։ Քաղաքական դաշտում Նյու Ջերսին թվում է հստակ է, դեմոկրատական հենարան, բայց վերջին տարիներին այս կապույտ ամրոցում պատերը սկսում են ճաքել։ Նահանգում մեծանում է ոչ միայն նոր սերունդը, այլ նաև դժգոհությունն ու փոփոխության պահանջը։ Ընտրությունները նման են նուրբ կշեռքի, մի քանի 100 ձայն եւ նահանգի ապագան փոխվում է։ Տնտեսությունը անընդմեջ վերաձևվող լաբորատորիա է։ Տեղագործական գիգանտներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ֆինանսական բուրգեր։ Այս ամենը տեղավորվում է մի նահանգում, որտեղ եւ կա անգամ սեփական նավահանգիստը։ Նյու Ջերսին չի ապրում Նյու Յորքի ստվերում, այլ համագործակցում է ու անգամ մրցում նրա հետ։ Նյու Ջերսին այսօր պատրաստվում է լրջորեն փոխվել, քննարկվում են շրջակա միջավայրի բարեփոխումներ, որոնք նահանգը մղում են դեպի նոր տնտեսական մոդելի։ Իսկ եթե ուզում ես զգալ իրական Նյու Ջերսին, պարզապես քայլի նրա թաղամասերով։ Այստեղ ամեն ինչ խիտ է՝ շենքերը, մարդիկ, լեզուները։ Միևնույն փողոցում կարող ես հանդիպել հայ բժշկի, հնդիկ ծրագրավորողի ու հույն հացթուխի։ Այս բազմազանությունը նահանգի ամենամեծ հարստությունն է։ Նյու Ջերսիում եղանակը չունի մշտական տրամադրություն, ամռանը շոգ է, բայց խոնավ, ձմռանը սառը ու քամոտ։ Այստեղ յուրաքանչյուր սեզոն բերում է իր փոթորիկը։ Նյու Ջերսիի բնությունը համեստ է, բայց տպավորիչ։ Ամեն ինչ այստեղ փոքր է, բայց հիշվող։ Atlantic City-ի Boardwalk-ը, Pine Barrens-ի լուր անտառները, սա այնտեղն է, որտեղ քաղաքային աղմուկից ընդամենը մեկ քայլ հեռու բնությունն է խոսում։ Այստեղ խոհանոցը համարձակ է, պարզապես ճաշ չես գտնի։ Օրինակ ունեն Taylor Home մսամթերք, որի անվան շուրջ անգամ մինչև հիմա վիճում են նահանգի տարբեր մասերում։ Իսկ եթե ուզում ես ուտել պիցցան, այն բրոկոլիով է ու օրինակ ծովամթերքով։ Իսկ քաղցրավենիքի համար դու ճիշտ տեղում ես։ Նյու Ջերսիում անվտանգությունը տարածքային չէ, այլ տրամադրության հետ։ Մի քաղաքում կարող ես զգալ լարվածության պուլսը, իսկ մյուսում քայլել խաղաղ փողոցներով։ Օրինակ Նյուարքը կոշտ է կենդանի, Փրինսթոնը հանգիստ ու կարգուկանոնով։ Սա նահանգ է, որտեղ վտանգն ու անդորը ապրում են կողք կողքի, առանց իրար խանգարելու։ Եվ վերջում Նյու Ջերսիում ապրում են փոքր տարածքում, բայց մեծ նպատակներով։ Այստեղ ամեն ինչ արագ է, անգամ արագ խոսում են, քայլում։ Նյու Ջերսին չի մնում ստվերում, այլ ստեղծում է սեփական լույսը ամերիկյան կյանքում։ ԱՄՆ գերագույն դատարանը սկսել է քննել մի աղմկահարույց գործ, որը կապված է Թենեսի նահանգի հետ, ըստ որի սեռական միջամտության փոփոխությունը անչափահասների մոտ արգելվում է։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք այդ արգելքը խախտում է սահմանադրությամբ երաշխավորված հավասար պաշտպանության իրավունքը։ Դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում երկու կողմերը։ Մի մասը աջակցում էին օրենքին, պնդելով, որ երեխաների առողջությունը պետք է առաջնահերթ լինի, իսկ մյուսները պաշտպանում էին տրանսգենդեր երիտասարդների ինքնարտահայտման իրավունքը։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ որոշումը կարող է ազդել ամբողջ երկրի տրանսգենդեր անձանց վրա։ Դոնալդ Թրամփը կրկին ուշադրության կենտրոնում է, նա հետաքրքիր համեմատություն է տարել անցած եւ սպասվող նախագահական ժամկետների միջև։ Երբ առաջին անգամ դա տեղի ունեցավ, դուք ինձ հետևում էիք։ Ես ասում էի, որ պետք է կենտրոնանամ։ Ես զոհ էի, իսկ հիմա ես որսորդ եմ։ Սա մեծ տարբերություն է։ Այս խոսքերով Դոնալդ Թրամփը նկարագրել է, թե ինչպես է փոխվել իր դիրքորոշումը քաղաքական պայքարում։ Այս հայտարարությունը վկայում է, որ նա մտադիր է առաջիկա ընտրություններին մասնակցել նոր, ավելի կոշտ ու հարձակողական մոտեցմամբ, արդեն ոչ թե որպես ճնշված գործիչ, այլ որպես գործողությունների նախաձեռնող։ ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդը արդեն 4-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է պահում տոկոսադրույքները, սա դեմ է Թրամփի կոչերին, ըստ որի պետք է փոփոխվեր տոկոսադրույքները տնտեսության բարելավման համար։ Համակարգը հիմնավորում է իր որոշումը շարունակվող բարձր գնաճով, թե բազային թիրախը 2% է, մայիսին ԱՄՆ-ում գնաճը փոքր-ինչ աճել է, 2.3%-ից հասնելով 2.4-ի։ Դրա հետևանքով վարկերը պետական փոխառությունները եւ սպառողական պարտքերը շարունակում են թանկ լինել, զսպելով ծախսերն ու ներդրումները։
Սննդի և դեղերի վերահսկման վարչությունը հաստատել է մի դեղամիջոց, որը կանխարգելում է իմունային համակարգի վիրուսի տարածումը։ Վիրուսը թուլացնում է օրգանիզմի պաշտպանական համակարգը եւ առանց բուժման կարող է հանգեցնել ՁԻԱՀ-ի։ Այս դեղը անհրաժեշտ է ներարկել ընդամենը 2 անգամ տարվա ընթացքում։ Կլինիկական փորձարկումների արդյունքում այն եղել է շուրջ 99.9% արդյունավետ։ Դեղամիջոցը մշակած ընկերության ղեկավարի խոսքով սա հնարավորություն կտա կանխել վարակի տարածումը աննախադեպ մասշտաբներով։ Վիճակագրության համաձայն 2022 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 31800 նոր դեպք։ Nike և Քիմ Քարդաշյանի համատեղ նախագիծը հետաձգվել է տեխնիկական պատճառով, գարնանը արդեն պետք է սպորտային հագուստները լինեին, բայց նախատեսում են, որ կլինի տարվա վերջ։ Nike-ի ղեկավարությունը սկզբում հայտարարել է, որ ապրանքանիշները շուկայում կհայտնվեն մայիսի ավարտին, սակայն ուշացումները խանգարել են այս ժամկետին։ Դեռևս հստակ չէ, թե երբ կլինի պաշտոնական մեկ տարկա։ Ներկայում սպառողները դեռ չեն տեսել հավաքածուի որևէ մասը եւ պարզ չէ, արդյոք կկազմակերպվի նախնական ցուցադրություն կամ մասնակի թողարկում մինչև տարեվերջ, թե ոչ։ Nike-ը հույս ունի, որ կհաջողվի հավաքածուն ներկայացնել մինչև 2025 թվականի ավարտը։ Սպիտակ տան հարավային մասում բարձրացրել է ԱՄՆ դրոշը, ինչպես խոստացել էր նախագահը, այն ուղեկցվել է օրհներգով եւ պաշտոնական ելույթներով։ Նախագահը նախկինում հայտարարել էր, որ Սպիտակ տան հարավային եւ հյուսիսային հատվածներում պետք է տեղադրվեն 2 մեծ դրոշներ, որպես ազգային ինքնության եւ միասնության խորհրդանիշ։ Այսօր նա կատարեց այդ խոստման առաջին մասը, բարձրացնելով առաջին դրոշը հարավային կողմում։ Նախագահի գրասենյակը հայտարարել է, որ սա միայն սկիզբն է եւ շուտով կբարձրացվի նաեւ երկրորդ դրոշը։ Շնորհակալություն, որ հաղորդումը նայեցիք մինչև վերջ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Իսկ մեկնաբանություններ բաժնում գրեք, թե որտեղից եք մեզ հետևում։ Շնորհակալություն։